Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատարագին դուք ինչպես եք մեկնաբանում, դա քննադատությունների կենտրոնում է հայտնվել եւ նույնիսկ արդեն Կիրիլի խորհրդականն է ասում, որ Հայաստանի իշխանությունները իրենց սահմանադրական իրավունքները լիազորում են միջամտելով եկեղեցու գործերին։ Կիրիլը Ռուսաստանի հոգևոր առաջնորդ։ Նախ հարցադրումը կատարելիս պետք է առանձնացնենք հետևյալ հանգամանքները, ով ինչ գործողություններ է կատարում, ով է գործողություններ կատարում որևէ լիազորության շրջանակներում կամ գործում է որպես քաղաքացի։ Իրականում եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում եւ երկրորդ կողմը մեդալի այն է, որ եկեղեցին ունենալով մեծ դեր մեր քաղաքացիների կյանքում իրականում տալիս է հնարավորություն քաղաքացիներին ոչ թե միջամտելու, այլ որոշելու, թե ինչ կերպ վարվեն կոնկրետ իրավիճակում։ Ես ինչպես կարող եմ մեկնաբանել այն ինչ տեղի է ունենում։ Մեկնաբանեցի այնպես ինչպես կարող եմ։ Կիրիլի խորհրդականի այս հայտարարությունը դուք միջամտություն համարում եք Հայաստանի ներքին գործերին։ Ես չեմ կարող մեկնաբանել արտասահմանյան գործիչների արարքները։ Դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի վերազանցել իր լիազորությունները եւ արդեն շատ որ պաշտոնական լիազորության վերազանցել մասին էի խոսում։ Որ պաշտոնական լիազորություն։ Շատ իրավաբաններ են կարծում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը սահմանադրության կարգն է տապալել խառնվելով եկեղեցու գործին։ Երբ որ մայրաթոռը հայտարարում է, որ տվյալ քահանան կարգալույծ է, իշխանությունը չի որ պետք է որոշի նա կարգալույծ է թե ոչ։ Այսինքն նա ինչ որ ձևով մտնում է եկեղեցու գործերի մեջ։ Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ ընդհանրապես չի մտնում։ Երկրորդ վարչապետի կամ որևէ այլ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակներից դուրս է պատարագի գնալը, դա ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում վարչապետը։ Ինչով է դա միջամտություն եկեղեցու գործերին, եւ ես ձեզ խնդրում եմ այն ինչ տեղի է ունենում կոնկրետ անհատների հետ, որոնք հանդիսանում են եկեղեցական սպասավորներ, երբեք չկապել եկեղեցու հետ, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Որպես արտահայտության նախարար այդ ամեն ինչը չի կապում, բայց գոնե երեք տեսել եք այն կադրերը, թե ինչպես անվտանգության ծառայողը քաղաքացուն բերանը փակելով դուրս անում եկեղեցու։ Ես կադրեր չեմ տեսել, բայց եթե բռնարարքի մասին է խոսքը, իհարկե դա քննադատելի երևույթ է, ոչ միայն քննադատելի, այլ նաև օրենքով պատժվող, եւ եթե այդպիսի բան է տեղի ունեցել, որը կրկնում եմ, որ ես չեմ տեսել, այդ մասին թող մտածեն իրավապահ մարմինները եւ տան համապատասխան արձագանք։ Կարծում եք, որ պետք է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցին պատժել քաղաքացու բերանը փակ եկեղեցուց դուրս հանել։ Կարծում եմ, որ ցանկացած աշխատակից պետք է գործի իր լիազորությունների շրջանակներում, բայց ես եւ մենք այստեղ այս պահին գնահատականներ չենք կարող տալ, թե արդյոք որևէ անձ, այդ թվում որևէ լիազորություններ կրող պաշտոնատար անձ գործել է իրավաչափ, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահ մարմինները։ Եվ տիկին նախարար, մեկ այլ երևույթի